Դեր բոլոր նշած մարդիկ առնվազն իրենց կյանքի ինչ որ փուլում եղել են նշված մարդկանց կամ աշխատողը կամ իրանց հետ աշխատել են եւ ներկայացրել են նույն գաղափարախոսությունը, կիսել են նույն պատասխանատվությունը, կիսել են նույն գործելավոճը եւ հիմա ակնհայտ է, որ նախկին նախագահի պաշտոնները զբաղեցնող Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չեն կարող իրենց դեմքով ու դժվար է իրենց դեմքով հանդես գալ հաճախ եւ փորձում են մեկ այլ դեմքով հանդես գալ, որովհետեւ միևնույն ժամանակ իրենք ընդդիմադիր դաշտը ուզուրպացրել են։ Այսինքն ունենալով մինչև հիմա ազդեցություն որոշ համայնքներում նախկին նշանակված պաշտոնյաների, այն ժամանակ գործող բդեշխների, ունենալով ինչ-որ կուսակցական համակարգ կոնկրետ ՀՀԿ-ի պարագայում, նրանք չեն թողնում, որ նոր ընդդիմադիր ուժեր ձևավորվեն եւ ակնհայտ է, որ ձեր նշած մարդիկ ուղղակի ուրիշ արտահայտումն են այդ նույն մարդկանց, այդ նույն գաղափարախոսության։ Այսինքն դաշտում չկա մարդ, որը նախկիններինը չի եւ Ռուսաստանի հետ ես չեմ ուզում մենք հիմա հենց Ռուսաստանի վրա կենտրոնանանք, հա, դրա կարծում եմ դրա ողջ տարին ձեր խոսույթը դու նկատում ես իշխանության խոսույթը դե քանի դեպք գիտեք, որ ենթադրենք ինչ որ երկրից խառնվում են մեր ներքին գործերին, արտաքին աշխարհից։ Բազմաթիվ դեպքեր են եղել Ռուսաստանից, դրա համար մենք ասել ենք, որ դա խառնվել է մեր ներքին գործերին եւ այս մարդիկ իրանք չեն թաքցնում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց Ռոբերտ Քոչարյանի նարատիվները, այն ամեն ինչ որ ինքը բարձրաձայնում է եւ նույն ՀՀԿ-ի ներկայացուցիչների նարատիվները, դրանք նույն նարատիվներն են, որ մենք պետք է դաշնային պետություն կազմենք Ռուսաստանի հետ, որ մենք պետք է նոր պայմանագիր կնքենք Ռուսաստանի հետ եւ այլ, բոլորը նույն բանն են կրկնում։ Ուզում հասկանամ, ի՞նչն է այդտեղ տարօրինակ։ Գիտեք ինչ, չենք կարող մենք ինչ որ բան ասել, որը որ իրականության չհամապատասխանի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչ որ պահ հետո դա չֆիքսի, որ դա սուտ է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարծում եմ մեր հետ համակարծիք է այդ նարատիվները լսելով, որ իրոք իրանց ուզածը նույնն է։ Հիմա տեսեք, այս տարի անընդհատ տարբեր իշխանության ներկայացուցիչներ պնդում են, որ կա 5-րդ շարասյուն, որ այդ օրակարգը բերել են մեծ գուբերնիա սարքելու, տարբեր լրատվամիջոցներ, լրագրողներ, վերլուծաբաններ, քաղաքական ուժեր, հիբրիդային պատերազմ են մղում մեր դեմ, բայց մենք տարվա մեջ չունենք գոնե մեկ քրեական գործ, գոնե մեկ, որ այս մարդը Ռուսաստանից գումար է ստացել եւ գործում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Գոնե մեկ այդպիսի փաստացի ապացույց մենք չունենք։ Տեսեք, այդ գործիքը աշխատում է երկու ձևով։ Ես չեմ ուզում, որ դուք կամ մեր հերոստատիտողները պատկերացնեն, որ ինչ որ տենց ակնոցներով, գլխակներով մարդիկ են գալիս, ինչ որ բան են պայմանավորվում եւ դրա դիմաց, չգիտեմ, կանխիկ գումար են ստանում։ Դրա ձևերը, միջոցները տարբեր են։ Դու հանդիպում ես, գնում ես Մոսկվա կամ գնում ես, չգիտեմ, որևիցե այլ մայրաքաղաք, հանդիպում ես ինչ որ մարդու հետ։ Ինքը ասում է քեզ, ակնարկում է, ասում է, այ լավ կլինի, որ սենց լինի, բա ինչի՞ չեք խառնվում, բա ամոթ չի դուք սենց բան եք անում եւ այսպես ասած հասկացնում է, որ կարելի է սենց գործել եւ լսողը ընկալում է, որ եթե այս մարդը սենց բան ասում, ուրեմն այնտեղից սատարում կլինի եւ ամենակարճ ու ամենահարմար ճանապարհի իշխանության գալու համար ինքը տեսնում է այդ կենտրոնի հետ իր համագործակցության տրամաբանության մեջ։ Այդտեղ քրեական գործ հարուցել տեխնիկապես էլ անհնար, հա։ Եթե ինչ որ մեկը ինչ որ գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության դեմ գործողություն անում, բազմաթիվ տես քրեական գործեր կան, բայց ազդեցության գործակալ լինելու համար դա նույնիսկ հաճախ ոչ վերբալ պայմանավորվածություն է, հա։ Դուք անուններ նշեցիք, ես չեմ ուզում այդ անունների հետ կոնկրետ ֆիքսեմ կոնկրետ անունի մասին, բայց հանդիպում է դեսպանի հետ, դեսպանը ակնարկներ է անում ինչ որ երկրի ինքը այդ ակնարկները հասկանում է, ընկալում է եւ սարքում է իրան, այո, եւ սարքում է իրան։ Ուղղակի խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա տեսնում է, որովհետեւ այսօր ինֆորմացիոն պակաս չկա եւ ամեն ինչ շատ բաց է։ Բայց ակնկալիքներ, որ գումար կլինի, հիբրիդային պատերազմը, իսկ կներեք, բա ի՞նչ է, երբ որ ամեն շաբաթ ինչ որ տարբեր հրապարակումներ են տեղի ունենում, ամենաաբսուրդային բաներից, չգիտեմ, իբր մանկապարտության մեղադրանքներով, իբր դեղերի փորձարկման մեղադրանքներով եւ այլ, ու դա արվում է կոնկրետ մի կենտրոնից եւ այդ կենտրոնները մենք բացահայտում եւ հրապարակում ենք ու այլ կարծիք ստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Այստեղ մի տեսակ անհասկանալի բան կա, պարոն Սիմոնյան, դուք էլ ասացիք հիբրիդային պատերազմ, հիմա այդ շատ մոդա է, մեր դեմ հիբրիդային պատերազմ են մղում, տարբեր սու տեղեկություններ են հրապարակում, փորձում են վարկաբեկել, սխեմաներ են մշակում, հա, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից եւ այլն։ Մենք դիմեցինք Եվրամիությանը, որ մեզ 15 միլիոն դոլար տա, որ այդ ստի դեմը մենք կարողանանք առնենք, հա, բայց տեսեք, մենք դուք օրենսդիր մամլի նախագահ եք, չէ՞։ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն Հայաստանում գործում է Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալությունը, որը ի պաշտոն է, այդպես իրենց կանոնագրքում գրած, պաշտպանում է Ռուսաստանի Դաշնության շահերը։ Այսինքն մեզ ինչու պետք է հեռու գնալ, մենք պայքարում ենք աջ ձեռով հիբրիդային պատերազմի դեմ, ձախ ձեռքով մեր պետության մեջ ազատ գործում է այլ պետության լրատվամիջոց, որը սպասարկում է այլ պետության շահեր։ Ես մտածում եմ, եթե մենք իրոք պայքարում ենք այդպես բաների դեմ, կապ չունի որ երկիրը, մենք պետք է փակենք այն բոլոր լրատվամիջոցները, որոնց կանոնադրության մեջ գրած է, որ իրենք ծառայում են այլ երկրի շահերի։ Մենք դա թույլ ենք տվել, դա ամեն օր այնտեղ այդ քարոզը գնում է, բայց ձախ ձեռով փորձում են գտնենք նրանց, ովքեր տակից են դառնում։ Վերայից անող կա։ Տեսեք, նախ եւ առաջ լրատվամիջոց փակելը ամենավատ բաներից է, որը որ կարելի է անել։ Բայց դա ծառայում է օտար պետությանը։ Բայց ես այն մարդկանցից եմ, որ ասել է եւ պնդել է, որ բոլոր ալիքների հերարցակումը Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ նման գործունեություն են ծավալում, պետք է վաղ թե ուշ փակվի։ Բայց եկեք չմոռանանք, որ կա նաեւ քաղաքական բաղադրիչ այս ամեն ինչի մեջ եւ
պետության գործերի մեջ կտրուկ քայլեր անելը միշտ չի որ ճիշտ եւ տեղին է։ Եվ ես կարծում եմ, որ ինչ որ պահի մենք այնուամենայնիվ գալու ենք այդ բանին, որ այն բոլոր ձեր նշած հեռուստաալիքները, լրատվամիջոցները, որոնք որ թափանցիկ չեն կամ առնվազն սպասարկում են այ երկրի շահ, կամ սպասարկում են այ երկրի շահ, պետք է չդադարեն գործել։ Ես կիսում եմ ձեր կարծիքը, բայց ես ձեզ փորձում եմ նաեւ բացատրել, թե գործելա ոճը պետության մակարդակով հաճախ ասում հեշտ է, հա, դա հրապարակային ասել է, բայց պետության մակարդակով գործելիս դու պետքա կտրուկ գործողություններ անել, միշտ չի որ տեղին է եւ ճիշտ է, կրկնում եմ չբացառել։ Բայց ի՞նչն է այդտեղ կտրուկությունը։ Դուք Ռուսաստանի Դաշնությունում չեք տեսնի այլ երկրի։ Մենք Ռուսաստանի Դաշնություն չենք։ Դուք չեք, դա նորմալ է, բայց որևէ երկրում դուք չեք գտնի այլ պետության շահեր սպասարկող բաց լրատվամիջոց։ Կրկնում եմ, այն պահից սկսած, երբ որ այդ գիծը կգա եւ կհատվի եւ մենք դա տենց կընկալենք, մենք դա կանենք։ Այսօր մենք տարբեր հեռուստաալիքներով, տարբեր ռոպագանդայի ներկայացուցիչների ծրագրեր ուղղակի փակ են։ Դուք գիտեք, որ նրանք չեն հեռարձակվում Հայաստանի Հանրապետությունում եւ շատ կարելի ասել գրեթե բոլոր այդ մարդիկ իրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակ է։ Բայց կրկնում եմ, հա, տենց լավ հնչում է, ես էլ կարող եմ էկրաններից ասեմ, փակել, կտրել, սպանել եւ այլն, բայց պատասխանատվություն զգացում կա, ինչպես նաեւ գիտակցում կա, որ ամեն ինչ իր տեղը եւ ժամանակը ու ձևով է։ 2025 թվականին ընդդիմությունը ասում էր, որ ընդդիմադիր падգամավորների, ընդդիմադիր գործիչների ձերբակալման տարի էր։ Ձերբակալվեցին 3 սրբազան, մի քանի համայնքապետեր, 1 մեծահարուստ, շատ ընդդիմադիրներ եւ տեսեք, ընդդիմությունը ասում է, լավ, միթե այս մարդիկ սկսեցին հանցանքներ գործել հենց նախընտրական տարում։ Մինչև այդ սուսուփուս նստած էին եւ նախընտրական տարում իշխանությունը որոշեց բոլորին ձերբակալի։ Նրանք ասում են, այ սա կոչվում է, որ ընդդիմադիր հատվածները, որոնք էական են, ուժեղ են, դուք լրացնում եք։ Դե նախ ընտրական տարի սկսում է հենց անմիջապես ընտրությունից հետո։ Դուք մոռացել եք, որ 2021 թվականի ծեսկում իրանք հրապարակային բոլորը ասում են, որ այս ազգային ժողովը ընդամենը 6 ամիս է գործելու եւ երբևիցե իրանք ընտրական process-ների մեջ ներգրավված եւ հույս չեն եղել եւ հույս չեն դրել։ Բոլոր այն շարժումները, որոնք եղել են Վազգեն Մանուկյանին բերելով, Բագրատ Գալստանյանին բերելով, իրանք եղել են արտահերթ ընտրության տրամաբանության մեջ, այսինքն նախընտրական տրամաբանության մեջ իրանք մշտապես են եղել եւ նման ձևակերպումը մեղադրանքի առնվազն ճիշտ չի, որովհետեւ մենք առաջին անգամ կարելի ասել եկել հասել ենք հերթական ընտրություններին հեղափոխությունից հետո եւ ունենալու ենք հերթական ընտրություններ եւ մեկը մյուսի հետ կապել բանկերս չեմ հասկանում, այդ ես ձեզ ինչ պետք է պատասխանեմ։ Ոչ մի կապ չկա։ Այսինքն իրանք ոչ մի բան չէին արել, տենց բան եղավ, հա։ Լավ հարց եք տալիս, բայց տեսեք, նրանցից մեկը ինչ որ բան էր արել 4 տարի, 5 տարի առաջ, ձերբակալվեց հիմա։ Այն մյուս տերերը այդ թմրանյութը ըստ գործի գցել է 18-19 թվականին, ձերբակալվեց հիմա։ Մի հոգին ձերբակալվեց ընդհանրապես մի նախադասություն ասելու համար։ Այ ասում են, բա ինչի այս տարի հիշեցիք, որ այն մեկը 19 թվին թմրանյութ էր գցել, այն մյուսը 22 թվին ինչ որ կոչ էր արել։ Ինչու 25 թվականին է սա հիշվեց։ Պետրոս, եթե 24-ին հիշենք, պետք է ասեն ինչի 24-ին հիշեցիք։ Բայց հիշվել է 25-ին։ Հա, հիշվել է 25-ին, որովհետեւ նախընտրական տարի, որովհետեւ չէ նախընտրական ինչ կապ ունի։ Ո՞նց ինչ կապ ունի։ Ուզում եք ասեք, այսօր գործող իշխանությունը ընտրությունների հետ կապված որևէ անհանգստություն ունի եւ այդ անհանգստությունը արտահայտվում է հենց ձեր նշած մարդկանցով, հա։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այն հիմնական ուժերը, որոնք ներկայացված են պարլամենտում, այն հիմնական կենտրոնները, որոնք որ միշտ մասնակցել էին դրանք հետ, այս մարդիկ մեջ ես չեմ կիսում ձեր այդ տրամաբանությունը եւ անկախ նրանից որ ժամկետում ա եղել պետք չէ այդ մեջ քաղաքական բան տեսնել։ Միայն այդ էլ մեզ մեղադրում են օրինակ մեր ընտրողները Թավիշի մեջ, ասում են որ պայմանավորվածություններ ունեն։ Գիտեք ինչ, կան ու լինելու են տարբեր մեկնաբանություններ, բայց կա ճիշտ կա օրենք եւ օրենքը գործելու է եւ շարունակելու է գործել եւ ես շատ ուրախ եմ որ այլևս այդ Թավիշի նկատմամբ մեղադրանքները չկան։ Հա, բայց տարօրինակ չէ՞ այդ ամեն ինչը ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Բայց ո՞վ ասեց որ մի քանի, հələ ընտրությունների նախ 6 ամիս կա։ Իսկ ձեր ասածը եւս մի 6 ամիս առաջ ա եղել։ Այսինքն ուզում հասկանամ, այդ ձեր ասած մարդիկ ընտրական առումով մեր իշխանությանը ինչ որ ձևով անհանգստացնում են։ Այսինքն ազգային ժողովի նիստերի դալիճում նստած են սուր քննադատությամբ հանդես եկող մարդիկ հեչ իրանցից բան չեն ներկայացնում, հա։ Ուզում հասկանամ այդ նույն համայնքապետերը, հա, նույն Հայաստան Դաշինքի։ Դրանք ամենաուժեղ ռետոր եւ ամենաուժեղ, չգիտեմ, ընդդիմախոսներն են։ Ոչ, բայց նրանք ձայն բերող են։ Դե ձայն բերելու տրամաբանության մեջ ընդհանրապես չենք նայում եւ չենք դիտարկում, այսինքն ինչ աշխում ձայն բերող են։ Դա կոնկրետ ձայն բերող են ընտրությունների ժամանակ։ Ոչ, մենք հենց իրանց համայնքներում իրանց բոլորին հաղթել ենք։ Այդ ձայն բերողների տրամաբանությունը ոնց են դարձել համայնքապետի թե դուք հաղթել եք։ Ցուցակով, ընտրական ցուցակով, բայց մեծամասնական չի։ Մենք իրանց բոլորը 2021 թվականի ընտրությունների ժամանակ իհեճուկս կրակոցների, իհեճուկս այն բոլոր մեղադրանքների, խիստ մեղադրանքների, որոնք հնչում են, մեր կուսակցությունը բոլոր տեղերում, բացի 1-2, կարող եմ ասել կոնկրետ 4 տեղից բացի, եթե չեմ սխալվում, մենք բոլոր տեղերում հաղթել ենք։ Մենք Սյունիքում մենք մեծամասնություն ենք կազմել, նույնիսկ, չգիտեմ, Շուրնուխից բռնած բանով վերջացրած բոլոր 1 թե 2 քաղաքում չենք հաղթել, մնացած բոլոր տեղերում ենք հաղթել։ Այդ ինչ մեղադրանք է։ Կրկնում եմ, այսինքն Հայաստան Դաշինքի մնացած падգամավորները, դաշնակցականները հեչ այդ մի քանի հոգին քաղաքական առումով մեջ քաղաքականություն։ Կարծում եմ, որ դա անհիմն խոսակցություն։ Այս տարվա հիմնական գլխավոր քաղաքական թեման խաղաղությունն է, պարոն Սիմոնյան։ Դուք կարող եք պնդել եւ հիմնավորել, որ խաղաղությունը այլևս անշրջելի է, որովհետեւ ընդդիմությունը ասում է, սա հրադադար է, որը գինենք, որի համար մենք գինենք տալու։ Արդյոք խաղաղությունը անշրջելի է։ Ուրեմն ընդդիմությունը նախ ես ուզում եմ մենք
ֆիքսենք, երբ որ դուք ասում եք ընդդիմություն, մենք ում մասին ենք խոսում, որովհետև ես Նու այն որ խաղաղություն չկա, պնդում են բոլոր ընդդիմադիրները։ բա ինչ կա։ Արդեն 2 տարի է, տեսեք, արդեն 2 տարի է գրեթե սահմանին մարդ չի մահանում։ Զոհ չկա, մարդկանց իրար վրա չեն կրակում։ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար վրա չեն կրակում։ Կա սահմանազատված սահման, որը որ հսկում են սահմանապահները։ Կա նախաստորագրված պայմանագիր եւ կա ապրանքաշրջանառություն, որը որ այս պայն դեռ մի կողմանի է, բայց ես վստահ եմ, որ կվերածվի երկկողմանի ապրանքաշրջանառության։ Խաղաղությունը սա է եւ որևիցե միտում, որևիցե ազդակ այն բանի, որ կարող է իրավիճակը սրվել, ես այս բանը չեմ տեսնում։ Մենք ունենք չլուծված հարցեր, մասնավորապես գերիների հարցը, պահվող անձանց հարցը, անհայտ կորածների հարցը, ունենք այո հարցեր, որոնք լուծված չեն, բայց ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում մենք այդ բոլոր հարցերի շուրջ նաև համաձայնություն կունենանք եւ այսօր ընտրությունը հետեւյալի մեջ է։ Կա ներողություն եմ խնդրում այդ հին օրինակը բերելու համար, կա պատերազմի կուսակցություն եւ կա խաղաղության կուսակցություն։ Մենք հավատում ենք խաղաղությանը, մենք վստահ ենք խաղաղության մեջ եւ կան մարդիկ, որոնց հետ խոսելիս իրենք ասում են, այո, մենք էլ ենք ուզում խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն, բայց անկեղծ ասած, որ հարց ես տալիս դա ինչ նկատի ունես, սկսում է մի հատ այնց դեմագոգիայի եւ փիլիսոփայության մի հատ ժանր, որից բովանդակային որևիցե բան չես կարողանում անես։ Դա էլ էս վերջերս են եկել դրան, որովհետեւ հասկացան, որ դժվար է այդ պատերազմի պահանջատիրության, տրամաբանության մեջ առաջ գնալ, թեպետ Ռոբերտ Քոչարյանը օրինակ իր վերջի հարցազրույցներից մեկի ժամանակ ասեց մի կատաստրոֆիկ արտահայտություն արեց, որ ասեց երբ որ դուք մոտավորապես եմ մեջբերում, երբ որ դուք տարածքից դուրս չես մտածում, այսինքն երբ որ դուք 29743 կիլոմետրից դուրս չես մտածում, ապա դու գոյություն, այսինքն ինքը փաստացի հնչեցրեց մի բան, որը որ հիմնավորում է իրենց պատերազմի կուսակցություն եւ ուժ ընդդիմություն լինելու թեզը։ Բայց տեսեք, իրանք ասում են կա մեդալի հակառակ կողմը։ Մենակ գերիների հարցը չի, գերիներն են մեր տարածքներն են, եթե խաղաղությունը ինչի դուրս չեն գալիս մեր տարածքներից։ Եթե խաղաղությունը ինչի Ալիևը հայտարարում, որ Արևմտյան Ադրբեջանը, Զանգեզուրը, ինչու է Սևանը իրենց լեզվով անվանում եւ ասում դա մերն է, ինչու է խոսում 300,000, այսինքն դա թշնամական հռետորաբանություն է, համաձայն եք։ Եվ եթե կա խաղաղություն, չի կարող լինի թշնամական հռետորաբանություն, դրանք հակասում են իրար։ Ես գրեցի ձեր հերթով ձեր վերած թեզերը, ուզում հերթով անդրադառնամ, հա, գերիներ։ Նախ պատերազմից հետո մենք ունեցել ենք 200-ին հասնող գերիներ, այսօր այդ թիվը տասնապատիկ կրճատվել է եւ ես վստահ եմ, որ գալիք տարիների ընթացքում դա կզրոյանա։ Երկրորդը տարածքներ, հա։ Ես կրկնում եմ եւ պնդում եմ, որ տարածքների հետ կապված միջև սահմանազատումը եւ սահմանագծումը տեղի չունենա, ասել, որ այս ինչ տեղում իրանք են առաջ, ասել այն տեղում մենք ենք առաջ, մշտապես լինելու է, եւ դա հիմնավոր է լինելու։ Դրա համար գոյություն ունի սահմանազատում եւ սահմանագծում։ Դրա համար մենք դա անում։ Այսինքն հենց չէ, որ սահմանագծման եւ սահմանազատման հատվածում մենակ հայկական կողմն է գիծը հստակեցնում եւ միայն դեպի Հայաստան է գալիս։ Չկա տենց բան։ Եվ սահմանազատումը հենց դրա համար է արվում։ Այո, Սևլիչկա կա, ջերմուկի ուղղությամբ, բայց ես վստահ եմ, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ժամանակ մենք գալու ենք հասնելու ենք այն կետին, որ բոլորը իրենց ըստ վերահանված այն սահմանի, որը մենք անկախացել ենք, բոլորը գնալու են կանգնելու են իրանց տեղերում, որովհետեւ նույն Տավուշում, չեմ ուզում ուրիշ օրինակներ բերեմ, հա, բերեմ Եռանկյունիների օրինակը, որը որ հայտնի է։ Կա մի Եռանկյունի, որը ամբողջությամբ Ադրբեջանի տիրապետության տակ է, եւ կա մի Եռանկյունի, որը հայկական կողմի տիրապետության տակն է։ Տակ է դա մոտավորապես հենց այդ իրանցի եւ բանի կողմը գտնվում։ Սա տարածքների հետ կապված եւ ընդմիջելով ինչ որ ասեմ, որ սա գործընթացի մասը, աշխատանքի մասը։ Մյուսը ասեցիք Արևմտյան Ադրբեջան։ Տեսեք, միևնույն ժամանակ Զանգեզուրի միջանցք, միևնույն ժամանակ, հա, Արևմտյան Ադրբեջան եւ Զանգեզուրի միջանցք, Սևան հետ կապված բան ասեցիք։ Տեսեք, հիմա մենք մշտապես տեսնում ենք, մենակ այն ինչ որ մեր մասին են ասում։ Մենք չենք տեսնում այն, ինչ որ ասում ենք մենք իրանց մասին։ Մեր բոլոր մեր կառավարությունը իրանց մասին դες բաներ չի ասում։ Հարգելի Հայաստանի Հանրապետության խոսքը պաշտոնական Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի դալիճի կեսը Լեռնային Ղարաբաղի դրոշ է դրած։ Բայց դա ընդդիմությունն է, դա Հայաստանը չի ներկայացնում։ Ես ներողություն եմ խնդրում, ընդդիմությունը Հայաստանը չի ներկայացնում։ Ոչ, պաշտոնական Հայաստանը չի Դա պարլամենտի կեսն է։ Իսկ իրանց ասելու ժամանակ իրանք ասում մենք մերն ենք տեսնում։ Իրանցն ենք տեսնում, մենք մերը չենք տեսնում։ Ասում, այնտեղ ասում է իրանց տեսեք, պրեզիդենտի մակարդակով։ Թողեք ավարտեմ։ Այո, որովհետև մնացած ուրիշ որևիցե մեկի ասած, այնտեղ այդպիսի մեր մոտ այդպիսի արձագանք չի գտնի, ոնց որ իր ասածն է գտնում։ Եվ այս ամեն ինչը արվում է նրա համար, այս ամեն ինչն է, որ պիսի հավասարության նշան դրվի այն ամեն ինչի դիմաց, ինչ որ արել ենք եւ անում ենք մենք։ Ախր մենք էլ ենք նույն բանը անում։ Բոլոր, ասենք, կարելի է շրջել Երևան քաղաքում եւ տեսնել քարտեզներ, որտեղ որ Ադրբեջանի, Վրաստանի տարածքները, նույնիսկ Թուրքիայի եւ Իրանի տարածքներից ինչ որ մաս գրած է մեծ հայք։ Հա, լավ, մեր պատմության ինչ որ բան է, բայց այս իրավիճակում, այս աշխարհակարգում մենք էլ ենք նույն բանը անում։ Մեր, հա, բարձրաստիճան պաշտոնյաները չեն անում, իդեպ ընդդիմադիրները մեզ դրա համար են մեղադրում, որտեղ իրանց լսես, իրանք դա են ուզում, չէ՞ որ մենք բան անենք, մենք նման ձևով հակադարձենք։ Բայց ուզում եմ ձեզ մի քանի բան ասեմ, այս լավ խոսակցություն է, լավ տեղաբացում խոսակցություն, միգուցե կքննադատվեմ ես այս տեքստի համար, բայց ես երբևէ քննադատությունից չեմ վախեցել։ Պետք է ասեմ, որ նենց չի, որ ադրբեջանական կողմը մեզանից
չի անհանգստանում։ Նենց չի որ ադրբեջանական կողմը իրանք մեզ ցավացրել են, բայց նենց չի որ մենք իրանք չենք ցավացրել։ Պետք է մենք դա գիտակցենք։ Մենք ունեցել ենք 90-ականների շատ դաժան պատերազմ եւ դրա հետևանքները տասնամյակներ իրանք զգացել են եւ ես նույնիսկ շփումների մեջ տեսնում եմ մարդկային առումով այդ ցավը, այդ վերքը, որ իրանք ունեն։ Ես ուզում եմ մենք դա հասկանանք եւ փառք Աստծո մենք կարողացել ենք շատ կարճ ժամանակահատվածում 4-5 տարվա ընթացքում բերել կոնստրուկտիվ դաշտ, բերել այն դաշտ, որտեղ մենք նստած բանակցում ենք, իրար ձեռք ենք սեղմում Վաշինգտոնում կամ որևիցե այլ մարաքաղաքում, բանակցում ենք։ Եկեք ես գիտակցենք, հա, այս թողեք ես խփեմ տրամաբանության մեջ ապրելը պետության համար չի։ Չեք կարող մենք ապրենք 90 միլիոնանոց մի հարևանի եւ 10 միլիոնանոց մի հարևանի մեջտեղը, մի օր շուրջ գանք մեկին մի վատ բան ասենք քո տունը իմն է, որտեվ պապերս ժամանակին այդտեղ են ապրել, մի օր շուրջ գանք մյուսին ասենք։ Շատ լավ է հնչում, շատ դեմագոգիկ է հնչում, որ տենց բան ասեի, միգուցե շատ մարդիկ ուրախությամբ ծրատակ հրճվանքի մի ալիք կազմակերպենք, բայց չի կարելի ապրել։ Չես ապրի այդ դեպքում։ Դուք ինչ ասում եք, ես համաձայն եմ, բայց մի բայց կա։ Իհարկե, մենք իրանց ցավացրել ենք, իրանց հողերը վերցրել ենք, ասել ենք մերնա չենք տվել, այդ մենք միշտ մեր պատուհանից ենք նայել։ Եվ ցավոք սրտի դա մեզ միշտ բերում շատ վատ հետևանքների, բայց հիմա ինչ որ ասում Ադրբեջանը, դա այսպես խոսք չի, դա պետական քաղաքականություն է։ Բանակցությունները, մեր խոսակցությունները, մեր այս աշխատանքը հենց դրա շուրջ է։ Պարոն Ղազարյան, ով կմտածեր, կրկնում եմ, ով կմտածեր, որ 30 տարի կոնֆլիկտից հետո, երկու մեծ պատերազմից հետո, որտեղ երկու կողմից էլ հազարավոր զոհեր են տեղի ունեցել, մենք մի քանի տարվա ընթացքում կհամաձայնեցնենք 17 կետից բաղկացած խաղաղության համաձայնագիր։ Կհամաձայնեցնենք, դուք հասկանում եք։ Ասում էին, չգիտեմ, միակողմանի զիջումները բան ունեն այդ խոսակցությունները։ Համաձայնեցրեցինք, արեցինք։ 200 գերի կար մոտավորապես գերիները հետ են գալի ու վստահ եմ, որ մոտ ժամանակներս մեկ այդ process-ը նույնպես կշարունակվի, որտեղ այդ ուղղությամբ ահռելի աշխատանք է տաղում։ Սա process է։ Եվ 2021 թվականի ընտրությունները այսպես այսպես process-ի ամենակարևոր մասն է։ Լինելու է խաղաղության խոսակցությունը, թե լինելու է պատերազմի, պահանջատիրության խոսակցությունը, որը որ ձեռնտու է ձեր ասած հիբրիդային պատերազմ մղող երկրներին, որպեսզի իրենք այդտեղ ազդեցություն ունենան, որպեսզի իրենք կարողանան մոդերատոր լինեն, մեծ եղբայր լինեն, որպեսզի գան ասեն դե լավ մի կռվեք, մենք այդտեղ կանենք, բայց դու ես պետք անես, դու ես պետք է անես։ Մի հատ հարց տամ, բոլոր հարցերը տվեք։ Վատ ձևակերպումով, հա, ինձ ինքս դուր չի գալիս այդ ձևակերպումը, բայց ընդդիմությունը մոտավորապես տենց ասում։ Նրանք ասում են, այ ձեր հարազատը, ում հարազատը։ Ձեր ենթադրենք։ Գերիա Բաքվի բանտում։ Եվ Հայաստանի, Ադրբեջանից բենզին եք բերում Երևան եւ ասում ենք ինչի, որովհետեւ մի քիչ էժան է։ Այ դուք ո՞նց կվերաբերվեիք ինքներդ, եթե ձեր հարազատը լիներ Բաքվի բանտում, այդ իշխանությանը եւ այդ պետությանը։ Խնդրեմ։ Նախ բարձր որ այդ աստիճանի հարազատ չէ, բայց այնուամենայնիվ ես բոլոր այն 23 մարդկանց, ովքեր որ այնտեղ են, իմ խնդիրն եմ համարում, այնտեղ իրանց գտնվելը եւ մարդկային առումով նաեւ հարաբերություններ ունեն ոմանց հետ իրանցից եւ իմ համար ցավալի է։ Բայց այդ բենզին բերելը հենց իրանց ազատելու մասին է։ Ինչպես։ Այտենց, բա այն պայից սկսված, որ հարաբերությունները կկարգավորվեն, այդ հարցերը լուծվելու են շատ ավելի հեշտ, քան այն պարագայում, երբ որ դու այդ հարևանիդ հետ մտնես ագրեսիայի եւ կոնֆլիկտի մեջ, որտեղ ագրեսիայի եւ կոնֆլիկտի մեջ մենք 30 տարվա մեջ եղել ենք եւ այդ հարցերը չի լուծվել։ Բենզին բերելը այդ մարդկանց ազատելու մասին է։ Ամեն ապրանք բերելը, ցորեն բերելը, Հայաստանից իրանց, չգիտեմ, մեր ջուրը կամ մեր գյուղատնտեսական ապրանքները ուղարկելը այս հարցերը լուծելու մասին է։ Այդ ամեն ինչը հենց դրա մասին է։ Դա վատ հարց չի, դա շատ լավ հարց է։ Շատ լավ, հիմա տեսեք, անդիմախոսները ասում են, որ Ռուսաստանի ազդեցության պակասը լցվելու է Թուրքիա եւ Ադրբեջանով, որովհետեւ այս տարածաշրջանում խաղացողները նրանք են։ Եվ նույնիսկ եթե մենք ասենք արևմուտքի օպերատորը մեր տարածաշրջանում Թուրքիան է։ Հետևաբար, դուք ճիշտ բաներ ասելով դուրս եք մղում Ռուսաստանին եւ տեղը բերում եք Թուրքիան եւ Ադրբեջանին մեր տարածաշրջան եւ մեր երկրի վրա ազդեցության։ Այն նրանք ասում են ինչքան էլ Ռուսաստանը այո սխալներ արել, այո մենք տեսանք ինչ արեց, այնուամենայնիվ Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելը դա քաղաքական մեծ սխալ է, որը կբերի ողբերգության։ Իսկ ով ասել որ ինչ որ մեկին ինչ որ մեկով ուզում ենք փոխարինել։ Մենք Ռուսաստանը նույնիսկ Ֆրանսիայով չենք ուզում փոխարինել։ Հա, մեր ամենալավ դաշնակիցներից մեկի օրինակը բերեմ։ Որևիցե մեկով այս խոսակցությունը նրա մասին չի, որ մի ներողություն եմ խնդրում, հա, այդ օրինակի համար, որ մի զամբյուղից դուրս գանք թռնենք մեկ այլ զամբյուղ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնալու են, Ռուսաստանի հետ հարաբերությունները լինելու են, որովհետև ինքը տարածաշրջանի ամենամեծ խաղացողն է, խաղացողներից մեկն է առնվազն, հա, եւ այդ հարաբերությունների մեջ ուղղակի լինելու է առաջնային Հայաստանի Հանրապետության շահը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ներողություն եմ խնդրում, բայց տարածաշրջանից դուրս մենք չենք կարող ապրենք։ Տարածաշրջանից դուրս մեր անմիջական հարևանը Թուրքիան է, մեր անմիջական հարևանը Իրանն է։ Մենք Իրանի հետ որքան էլ որ ինքը աշխարհի հետ ինչ որ հարցերում խնդիրներ ունեն, մենք բոլոր միջազգային հանդիպումներին եւ բոլոր մեր գործողությունների մեջ մենք Իրանի հետ
ունենք մեր շահը, մեր համագործակցությունը եւ դա նույնպես շարունակվելու է։ Չես կարող տարածաշրջանից դուրս դնել։ Հայաստանը այլ մոլորակում չի ապրում։ Բացի դրանից, այդ մարդիկ, ովքեր դա ասում են, հենց իրենց նպատակը նա է, որ Հայաստանին ծայրահեղական առումով գցել մեկ այլ դաշտ եւ թողնել այնտեղ որպես մանրադրամ։ Ոչ, մենք պետք է ունենանք եւ ունենալու ենք Ռուսաստանի հետ հավասարակշռված, բալանսավորված մեր շահերից բխող հարաբերություններ եւ ունենանք հարաբերություն Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, չեմ ասում Վրաստանի հետ, ասում եմ պետք է ու ունենալու ենք հարաբերություններ, ունենք ու զարգացնելու ենք այն հարաբերությունները, որ ենք այս ուժուր հարաբերությունները ունենք մեր անմիջական հարևանների հետ։ Այլ տարբերակ չկա, չես կարող Հայաստանը վերցնես, տանես դնես, չգիտեմ, Յակուտիայի մարզի մեջ կամ չգիտեմ Եվրոպայի մի ճիշտ եք ասում, բայց կա մեդալի մյուս կողմը։ Այդ հարևանը մեզ մի անգամ որոշել է վերացնի։ Բայց հետո քիչ վերացրեց։ Վերացած այնքան ինչքան կարացավ։ Դե լավ էլի, ուզում հասկանամ։ Դրանք ես հարց ավարտամ։ Հետևաբար ասում են դուք բան չեք քննարկում, որ մենք տարածաշրջանում ենք ապրում եւ հարևանների հետ պետքա լավ լինենք։ Բայց քանի որ մենք գիտենք, որ այնտեղ էգզիստենցիալ վտանգ ներկայացնող երկիր է, մենք պետքա մի քիչ այդ տրամաբանություն չեղենք եւ միշտ պահենք Ռուսաստանի բանը կողմը, որ հավասարակշռի։ Որտեւ եթե Ռուսաստանը չլինի, մեզ կուտեն։ Նախ բարձ ասում են։ Նախ ընդդիմադիր։ Այլ կարծիք էլ կա, որ հենց Ռուսաստանը եղել է դրա համար կերել են, հենց կարծիք էլ կա։ Գուցե եւ Բայց մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ երկու թշնամաբար տրամադրված երկրներ այսօր դաշնակիցներ են։ Բազմաթիվ անգլիացիները միշտ ուզեցել են ֆրանսիացիներին վերացնել, 100-ամյա պատերազմ են արել եւ այլն։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ կա նախադրյալներ, կան համաձայնություններ, կա խոսակցություն, որը որ չի խոսում նրա մասին, որ Թուրքիան ուզում է մեզ վերացնի եւ միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում, բայց մեր մեջ մենք միշտ մենք կուսակցություն ունենք տենց, որի նպատակը Թուրքիան վերացնելն է։ Իսկ մենք չենք ուզում իրանց վերացնենք ճակերտավոր, հա։ Մենք չենք ուզում, Թուրքիայում նստած չեն մտածում, որ մի օր պայմանական ինչ որ աշխարհակաղակական զարգացումների բանում Հայաստանը նույնպես հարձակվել է Թուրքիայի վրա։ Հա, ճիշտ է, մենք հիմա փոքր ենք, բայց մենք ասում ենք կուսակցություն ունենք, որի գաղափարախոսությունը դրա հիման վրա է, որ մի օր տենց կլինի եւ այլը կլինի։ Լավ, ինչ ենք անելու։ 90-10 միլիոնանոց երկրների մեջտեղը, ուզում հասկանամ։ Ես ասում եմ պետք է ապրենք իրար հետ։ Որտեվ ես տեսնում եմ, որ իրանք պատրաստ են ապրել։ Պատրաստ են։ Այո, պատրաստ են ապրել։ Այլ բան ես չեմ տեսնում։ Եթե պատրաստ չլինեն, կարծում եմ մենք խոսակցության ժամանակ էլ չենք ունենալու եւ բանել չենք կլնելու։ Պատրաստել չենք կլնելու դրա մասին խոսենք։ Եթե պատրաստել չեն, պետք է բերենք իրանց այդ պահին, որ իրանք պատրաստ լինեն։ Դուք բռնաճնշում եք մամուլի ազատությունը։ Ոնց կարող է Հայաստանի որևիցե երկրում խոսել մամուլի բռնաճնշումների մասին, երբ որ ազգային ժողովի նախագահ առաջարկում է գնա ընդդիմադիր լրատվամիջոցների տաղավար, նրանք հրաժարեցին։ Շեֆ խուսափեցին, որտեվ չէին կարող նրանք խոսելու թեմա չունեն եւ հակադարձելու պարագայում նրանք ասելիք չունեն եւ անհնար էր իրանց։ Ես գիտեի, որ երբ որ ես առաջարկում էի, ես գիտեի, որ դա տեղի չի ունենալու։ Մի գործընկեր ունեմ, որ ասաց կկանչեն, մնացած բոլոր գործընկերները իմ հետ համակարծիք են, որ բնականը չեն կարող։ Թող կանչեին ինձ, վատ դրության մեջ դնեին։ Թող կանչեին այն հարցերը, որ դուք միգուցե այս եթերից հետո ձեզ մեղադրելու են, ասել են, բա սախի չհարցրեցիր, հա։ Թող կանչեին ինձ ուղիղ եթերով վատ դրության մեջ դնեին։ Ոնց կարող բռնաճնշվող բռնապետություն լինի, որտեղ որ վարչապետը գործող ընտրված առաջարկում է ընդդիմադիր լիդերներին հանդիպել ուղիղ եթերում։ Ոնց կարող է դա լինի, դա նոնսենս է։ Իդեպ ասեմ, ես օգտագործում եմ այս իրավիճակը, երբ որ դուք գիտեք, որ տարբեր միջազգային կառույցներից եւ տարբեր տեղերից, երբ որ մարդիկ գալիս են, հանդիպում են նաեւ ընդդիմադիրների հետ եւ լսում են ընդդիմադիրների փաստարկները կապված երկրի գոյություն ունեցող իրավիճակների հետ եւ շատ ինձ հաճելի է, երբ որ իրանք գնում են ընդդիմադիրների հետ խոսում են, նրանք մեզ մեղադրում են բռնաճնշումների, խոսքի ազատության եւ այլն, գալիս ասում եմ, ես առաջարկել եմ, sense բան իրանք չեն համաձայնվել։ Եվ կարծում սա է պատասխանը։ Հա, բայց տեսեք, կա մի բարձ օրինակ, դուք եթե ես կարծացի, որ չեք հավատարմագրել ինչ որ կոնկրետ լրատվամիջոցի։ Բոլոր լրատվամիջոցները հավատարմագրվում են, չեն հավատարմագրվում կոնկրետ անձինք։ Այսինքն կոնկրետ մարդիկ կան եւ լրատվամիջոցը կարող է այդ մարդկանց փոխել։ Այսինքն ինչ որ մարդիկ կան, որոնք որ ինչ որ գծեր անցնում են այնուամենայնիվ, հա, վիրավորանքի գիծը, գործող կանոններն են խախտում եւ այլն, բայց ասում եմ, խախտում են, թող այդ անձինք իրանց խմբագիրները նստեն եթերով 4 հոգով 5 հոգով ես գնամ, բա ինչի չեն կանչում։ Թող ինձ վատ դրության մեջ դնեն եւ հերոստատիտողը ասի, վայ, ես ինչ վատ բան ասում արեմ։ Հա, բայց տեսեք, ընդդիմությունը ասում է, որ սա հստակ քաղաքական պատճառներ ունի։ Ոչ թե ձեր գնալ չգնալը, այլ Հայաստանում կան քաղաքաբանտարկյալներ։ Չկա Հայաստանում։ Ես ավարտել, նրանք ասում են, եթե մենք 18-ից առաջ այս բաները անեինք, Եվրամիությունը մեզ կգզեր։ Հիմա եվրոպական ինստիտուտները լռում են։ Ինչու՞։ Ես ուզում եմ հասկանալ։ Գիտեք ինչու, որովհետև դուք Հայաստանից հանում եք Ռուսաստանը, ձեր շահերը բռնում են, համընկնում են, դրա համար իրանք աչք են փակում եւ լռում են ձեր բոլոր արասների վրա։ Այսպես է ձևակերպում ընդդիմությունը։ Լսեք, 18-ից առաջ թող Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ դրանից առաջ գնային
հայկական ժամանակ, գնային այն ժամանակվա անդիմադիր թերթերի լրատվամիջոցների, եթե կային ամեկը փակելու փոխարեն, թող գնար ամեկ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ, ասել ինձ ինչ հարց ուզում եք տվեք, եւ տենայինք դրանից հետո երկրում ինչ էր կատարվելու։ Ասենք երկու նախադասություն ասեց Սերժ Սարգսյանը ու չկազմակերպված եթերով 2018 թվականից առաջ ասեց դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել, դա բավարար եղավ, որ մեկընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն շուր գա, դա վերջին կաթիլը եղավ։ Թող կանչեն, թող գան, թող գա Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսները, ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանը, ովքեր ասելիք ունեն, ովքեր իրենց հարմար պահի հայտնվում եւ անհետանում են իրենց հարմար մարդկանց հետ, թող գան խոսեն, թող մարդկանց շրջեն մեր դեմ, խոսում եք ընդդիմության մասին։ Այսօր քաղաքական խոսույթի պակաս կա, չունենք խոսույթ։ Ընդդիմության առաջարկ չկա որևիցե ընդդիմադիր դաշտի առաջարկ։ Իրանք մեր համար դա լավ է։ Մենք ենք օրակարգ քաղաքական ներքաղաքական օրակարգ թելադրողները եւ մեր համար դա շատ լավ իրավիճակ է։ Այսինքն ի՞նչ է կատարում։ Իշխանությունը մի բան ասում կամ մի բան անում, իրանք հասնում են սկսում են այդ իշխանության ասածները ինչ որ ձևով քննադատել։ Լավ, իրանք առաջարկը ո՞րն է։ Ո՞րն է իրենց առաջարկը։ Իրանք առաջարկը շատ պարզ է։ Մենք ես այնօր կարդում եմ Դաշնակցության 135-ամյակի Արմեն Ռուստամյանի ելույթը։ Նա ասում է շատ պարզ բաներ։ Մենք պետք է Ադրբեջանին ասենք գեյներին հետ դուրս արի, Ղարաբաղցիները պետք է վերադառնան Ղարաբաղ։ Դրանից միջազգային երաշխիքի տակ, դրանից հետո կքննարկենք Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի հետ, եւ այս ամենը Ռուսաստանի Դաշնության հետ նոր ամուր դաշինքով։ Խնդրեմ քաղաքական ծրագիր։ Մաղազան դա արվել է։ Իրանք 30 տարի դա արել են։ Ռուսական գարանտիան, Ղարաբաղցիների այնտեղ լինելը, մնացած առաջարկները դա արվել է եւ դա չի աշխատել, դա չի գործել։ Իրանց սխեման փորձել ենք մենք ազգովի ես էլ իրանց հետ միասին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի փորձել ենք բոլորով հետ։ Չի աշխատել դա։ Ունեցել ենք այն ինչ որ ունեցել ենք։ Ունեցել ենք խաղապահներ, որոնք ուղեկցել են հայերին Ղարաբաղից դուրս։ Ունեցել ենք խոսակցություն, լավ ինչ որ տարբերակներ, որոնց մասին որ խոսում են, որոնք այդպես էլ մնացել են օթում, այդ հələ հարցա այդ նույնիսկ օթում չմնալու պարագայում դա այն էր ինչ որ մենք հայկական կողմը ուզում էր եւ կարող էր իրեն թույլ տալ։ Դե լավ, դա չկա, այդ առաջարկ չի։ Գիտեք ինչ, դա ոչինչով չի տարբերվում վերջի 5 տարվա ընթացքում մեզ ինչ որ ձևով վիրավորելուց։ Ոչինչով չի տարբերվում եւ ես ցավում եմ, բայց գալիք ընտրությունների ժամանակ ազգային ժողովի գալիք ընտրություն 6 ամիս հետո տեղի ունենալու ընտրություններ, իրանք ասելիքի ձևակերպման լրջագույն խնդիր ունեն եւ իրարից տարանջատվելու լրջագույն խնդիր ունեն, որտեղ իրանք ժողովրդի համար այնուամենայնիվ մի ամբողջական են, հա, նույն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ես նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, որը որ այսօր պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է, զավեշտալի է հնչում, բայց այդպես է, իրանք նույն մարդն են եւ որպես մարդ, որը որ ժամանակին ընդդիմադիր պայքար է մղում, ես շատ ինձ վատ եմ զգում, որ ես այնուամենայնիվ ինչ որ պահի խապված եմ եղել, խապված եմ զգում, որ ինչ որ ձևով տարանջատել են։ Այդ երեք երկրի նախկին ղեկավարները նույն մարդն են եւ նույն օտար վերաբերմունք ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իրենց համար Հայաստանի Հանրապետությունը օտար մի բան է եւ իրենց գործով ու այսօրվա գործունեությամբ դա բազմիցս ապացուցել են։ Այսինքն 26-ին կլինի պատերազմ թե խաղաղություն, ելի նույն ինչ որ մենք 90-ականների վերջում տեսանք։ Տեսեք, խաղաղություն հիմա կա, մենք չէ, այս դիլեման էլի կանգնած կլինի մեր առաջ։ Ցավոք սրտի, այո, որովհետեւ տեսեք, իրանք չեն կարողանալու մտնել մեր նարատիվի մեջ, այսինքն մենք ինչ ենք ասում, ասում ենք խաղաղությունը կա եւ մնում է այդ խաղաղությունը ամրապնդել։ Այնտեղից շատերն են ասում, որ մենք էլ պետք է ձևակերպենք մեր խաղաղության, որովհետեւ մարդիկ հասկանան, որ մենք չենք գալիս պատերազմ, մենք գալիս ենք մեր կոնտր ավելի առարկայական, արժանապատիվ խաղաղություն։ Չեն հասցնի, չի ստացվի։ Բաց են թողել իրանք այդ բա, իրանք ազգային ժողովի մի ամբողջ կտոր ընդհանրապես չեկան աշխատանքի։ Հետո դուրս չկարողացան գան։ Տեսեք, մեզ մեղադրում եք այն հին հները նախկինները խոսակցության մեջ, բայց իրանք շատ երկար ժամանակ մնացին այդ վիրավորանքից, իրեն այդ դավաճան, թուրք եւ նման խոսույթի մեջ մնացին, ոնց որ մի պահ կա տպավորությունը, որ մրցույթ է, ով ավելի շատ ու ավելի վատ վիրավորանք։ Նո, հիմա էլ նույնն է, շուտ։ Դե մնացել են, չեն կարողանալու իրանք։ Իրանք այն տրանսֆորմացիան հիմա այդ նոր ստեղծվող ուժերը, հա, այդ թևերը, ոնց չգիտեմ ոնց է կոչվում։ Թևեր եւ ձևերը։ Թևեր եւ ձևերը փորձում են ինչ որ ձևով, ինչ որ հասկանալով հանդերձ, բայց այն օրը նայում էի հետևը կանգնած մարդկանց ցանկի մեջ, էլի նույն մարդիկ են։ Էլի նույն մարդիկ են։ Սերժ Սարգսյանի նախկին աշխատողները, նույնիսկ մեր նախկին աշխատողները, որոնց մենք Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածից գիտենք, հա նույն մարդիկ են։ Այդ ձևափոխումը այնուամենայնիվ իրանք ոչ ժամանակ ունեն եւ ինչ որ պահի ես վստահ եմ, իրանք մերվելու են այդ մտքի հետ եւ մենք ցավոք սրտի ունենալու ենք էլի այդ դժվար քարոզարշավը այն առումով որ իրար նկատմամբ այդ լարվածությունը շատ ատելություն է, հա, բայց մենք ես մի չգիտեմ իրավունք ունեմ այդ գաղտնիքը բացելու թե չէ, կարծում եմ այո, մենք մեր մեջ այնուամենայնիվ որոշում ունենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մենք այնուամենայնիվ պետք է պոզիտիվի մեջ լինենք եւ կարծում եմ որ պոզիտիվ ասելիքը մեր խոսույթի մեջ ավելի շատ պետք է լինի, ես նկատի ունեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ մենք այդ ուղղությամբ ենք ուզում գնանք եւ այդ ուղղությամբ ենք գնալու եւ իրանցել ենք փորձելու տանելու։ Տեսնենք այդ ճակերտավոր վատ բառ չասեմ, այդ մարդիկ կարողանան ժպտան, սիրեն հայ ժողովրդին, սիրեն մարդկանց եւ դրականով գնան եւ վստահ եմ որ մենք կհաջողենք, որտեղ հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում, մենք նույնպես խաղաղություն ենք ուզում եւ ավարտին կհասցնենք այս process-ը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։